Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը Երևանյան կոնսերվատորիայում նշում են հոբելյանական համերգային ծրագրով և ազգային երաժշտ արվեստի երախտավորին նվիրված բանախոսությամբ։ Եվ չնայած Ավետիսյանի անունն ու գործունեությունը սերտորեն կապվում են Թաթուլ Ալթունյանի անվան երգի Պարի պետական անսամբլի, Հայաստանի Պարի պետական անսամբլի հետ, բայց հենց կոնսերվատորիան, որտեղ երաժիշտը 1978-ին ստեղծեց ազգային նվագարանների բաժինը, արժանին է մատուցում վաստակաշատ կոմպոզիտորին և կանոնահարին։ Մարդ, որը իր ամբողջ կյանքը, իր գործունեությունը, իր ստեղծագործական գործունեությունը նվիրեց նրան, որ ժողովրդական երգարվեստը և ժողովրդիկների արվեստը ստանա իսկապես ակադեմիական աստիճան, իսկապես ձեռք բերի ակադեմիական բովանդակություն և իր երազանքն էր, որ իր հիմնած ժողովրդական նվագարանների և ժողովերգեցողության ամբիոնը դառնա նույնքան հեղինակավոր, նույնքան բովանդակալից և նույնքան պրոֆեսիոնալ, ինչպես մյուս ակադեմիական ամբիոններն են։ Գյումրիի ստեղծարար մթնոլորտում մեծացած երաժշտի ստեղծագործական ճանապարհը շարունակվեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որտեղ կոմպոզիցիա էր ուսանում Էդվարդ Միրզոյանի դասարանում, բայց նրա կյանքում շրջադարձային էր ծանոթությունը կանոնի հետ, որը մեկընդմիշտ քերեց նրան ոչ միայն որպես կանոնահար, այլև որպես կոմպոզիտոր։ Ավետիսյանը մեծ ժառանգություն է թողել ազգային նվագախմբային արվեստում, ազգային նվագարանների համար ստեղծել է արժեքավոր գրականություն և հետևորդների մի հրաշալի սերունդ է դաստիարակել, որոնք այսօր էլ շարունակում են նրա ստեղծած ամբիոնի գրեթե կեսդարյա ավանդույթները։ Խաչատուր Ավետիսյանը ոչ միայն ստեղծագործող էր, այլև մի ողջ երաժշտական մտածողություն և հոգևոր աշխարհ էր, որ ձևավորեց բազմաթիվ երաժիշտների և նրա ստեղծած մեծ ավանդը և թողած ժառանգությունը ապրել է, ապրում է և պետք է ապրի, որովհետև այն դուրս է գալիս ժողովրդի ներսից և շատ մոտ է ժողովրդի հոգուն։ Խաչատուր Ավետիսյանն առաջիններից էր, որ կանոնի համար ստեղծեց կոնցերտի ժանրը, հեղինակեց ձեռնարկ կանոնի համար աշխատությունը և իր ստեղծագործություններում բացառիկ կատարելության հասցրեց ազգային մեղեդայնությունը։ Այն գործունեությունը, որ ուներ Խաչատուր Ավետիսյանը, մեծ տարածում է գտել և ազգային նվագարանների բոլոր նվագախմբերը, բոլոր նաև պետական նվագախմբերի երկացանքում գլխավոր տեղերից մեկը զբաղեցնում է Խաչատուր Ավետիսյանը և կարող եմ ասել, որ Խաչատուր Ավետիսյանը այնքան ազգային է ստեղծագործում, որ ժողովուրդը ոչ միայն որպես կոմպոզիտոր է դիտարկում Խաչատուր Ավետիսյանն, այլ իրեն արդեն ժողովրդական որպես երաժշտություն և սա ամենամեծ գնահատականն է իր արվեստին։ Իդեպ հոբելյանական համերգում Խաչատուր Ավետիսյանի կանոնիկ և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված կոնցերտը առաջին անգամ հնչեց ազգային նվագարանների նվագախմբի նվագակցությամբ։ Նոնե Ալեքսանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։